Ներկայողությունը ինչ փոփոխություններ եք ուզում երկրում տեսնել, հանրահավաքի ինչ ակնկալիքներով եք եկել։ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա։ Հայաստանը կործանվում է ամեն օր եւ որ ինքը իշխանությամբ է, ինքը պետք է գնա ուղղակի։ Էդա, իմ ակնկալիքը դա է։ Տեսեք Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չլինեն, պատերազմ կլինի։ Գիտեք, այդ կոչվում է պոլիտիկա запугивания, это շատ հայտնի պոլիտեխնոլոգիայի քայլն է, ցենց ասեմ, սուտ է ասում։ Հանրահավաքի ինչ ակնկալիքներով եք եկել եւ ինչ փոփոխություններ կարող է բերել այն ուժը, որը հրավիրել է այս հավաքը։ Ինձ թվում է միակ ուժը, որ կարող է Դավաճան իշխանության հեռացնել, ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի գլխավորությունը։ Բայց տեսեք, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Սամվել Կարապետյանի անունը չհնչի, անգամ ընտրական օրենսգրքում փոփոխություններ բերվեցին։ Երբ ուժեղ Հայաստանի տեխնացուները անցնեն հաղթեն, ապա փոփոխություն կարվի համանդրության մեջ, ես Սամվել Կարապետյանը կընտրել որպես վարչապետ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե մենք չընտրվենք, սահմանադրական մեծամասնություն չլինենք, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Երթական սուդը, որին հավատալ պետք չի, պատերազմները միայն ինքն է բերել, ուրիշ ավելացնելու բան չունեմ, Աննիջան։ Ինչ ակնկալիքով եք եկել հանրահավաքին, ինչ փոփոխություններ եք ուզում երկրում տեսնել։ Միայն դրական իհարկե, գործող վարչակազմի փոխարինում ազգապատկան, ազգասեր, ազգահեն ուժի գալով։ Տեսեք, ամեն ինչ արվում է, որ անգամ Սամվել Կարապետյանի անունը չհնչի, անվան հետ են անգամ կռիվ տալիս։ Այս առումով ինչ կարող եք ասել։ Անունով է որոշում մարդը։ Մարդը իր ապրած կյանքով է որոշում։ Մենք մարդու ապրած կյանքն ենք նայում։ Իր անցած ուղին եւ ճանապարհը։ Այդ այախը անունը կարող են հանել ինչ որ տեղ գրված լինելուց, բայց մարդու էությունը դրանից կփոխվի, իհարկե ոչ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չլինեն, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Եվ բացի դրանից ասում է, ուժեղ Հայաստանը, այսպես է, Պուտինի կողմից ուղղորդված ուժ է։ Իս 2021 թվականի այդ անձնագիրը, որ բաժանում էր, ընդ Արցախ կար, ուր է դա։ Ես չեմ ուզում մեկնաբանեմ մի մարդու ասած, որը հունիսի 7-ից հետո չի լինելու։